4-րդ օրն 9-րդ գումարման ազգային ժողովի ղեկավար կազմի ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Պատգամավորները պարբերաբար անդրադառնում են միմյանց ելույթներին, սուր քննադատություններով ըստ էության շեղվելով բուն խորհրդարանի ղեկավարի տեղակալի ընտրության թեմայից։ Իշխանական պատգամավորները հիմնականում խոսում են քարոզարշավի ժամանակ իրենց քաղաքական հակառակորդների հնչեցրած թեզերի մասին, ընդդիմադիրներն էլ ստիպված պատասխանում են նրանց։ Ուժեղ Հայաստան ֆրակցիայի անդամ Անդրանիկ Գևորգյանը հայտնել է, որ իշխանությունները թույլ չեն տալիս իրականացնել իրենց բարեգործությունները։ Գևորգյանի պնդմամբ Գյուլագարակում մարդիկ 5-րդ երեխայի բնակության հասցեի վերաբերյալ փաստաթուղթ ստանալու համար դիմում են համայնքապետարան, սակայն նրանց չեն տրամադրում։ Գևորգյանը նաև հայտնել է, որ Լոռու մարզպետը բարեգործական արգելքի վերաբերյալ որոշում է ստորագրել, թույլ չտալով գյուղացիներին իրականացնել երեկվանից սկսած հունձը։ Երեք ձեր մարզպետը որոշում է ստորագրել, հունձը սկսվում է։ Երեկվանից հունձը սկսվել է։ Ձեր մարզպետը, Լոռու մարզպետը որոշում է ստորագրել ընտրությունների օրի նշանակման հետ կապված։ Մտել է բարեգործական արգելքը։ Ինչ ենք անելու։ Կոմբայնը հասել է գյուղի կենտրոնում կանգնած է։ Ոնց են կազմակերպում։ Ես առաջարկ ունեմ։ Բերեք ձեր մարզպետին ասենք, մի ամսով այս կարգավորումը հետաձգենք, մարդիկ չկանգնեն լուրջ հարցի առջև։ Որովհետև այդ կոմբայնը մարդկանց շատ է օգնելու։ Սիրելի հայրենակիցներ, արձանագրենք այս փաստը, որ կոմբայնը հասել է տարածք ու պիտի իրականացներ հունձը, որը երեկվանից է սկսվել, չգիտեմ, դա պատահականություն էր, զուգադիպություն էր, մարզպետը, խնդրում եմ 30 վայրկյան։ Մարզպետը 3 որոշում է ստորագրել ու բարեգործության արգելքը մտել է։ Ոնց են կարգավորելու այս հարցը։ Խնդրում եմ, սա եկեք քննարկենք, թեկուզ մի ամսով մինչև հունձը կավարտվի, այդ բարեգործական արգելքի պատճառով մարդկանց չտանենք, դատենք, փակենք, մարդկանց օգնենք, մեր հայրենակիցներին օգնենք։ Բոլորը սպասում էին դրան։ Ինչպես նաև մենք ունենք այնտեղ լիքը բարեգործական ծրագրեր, տրանսպորտի հետ կապված, ավարտում եմ, կներեք, տրանսպորտի հետ կապված։ Կամ կարգավորեք այդ խնդիրները, կամ թողեք մենք կարգավորենք, ժողովուրդ։ 9-րդ գումարման ազգային ժողովի նիստում շարունակվում է ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրության հարցը։ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանն անդրադարձել է նախորդին ԿՊԱ կամ Վահագն Ալեքսանյանի մեղադրանքներին, ուղղված Լևոն Քոչարյանին, որ մեջբերում ինքը Ալեքսանյանը ու իր պես տղերքը ուսանող տարիներին իրենց ընկերուհիների հետ չեն կարողացել սրճարաններ գնալ, մեջբերման ավարտը։ Ճիշտ եմ հասկանում, պարոն Ալեքսանյան, որ դուք 3-4 տարեկանում մտել եք սրճարան, ինչ որ հաստավի զախրանիկներ են եղել եւ սեփական պատկերացում եք ձևավորել։ Ֆարմանյանը նաև անդրադարձել է Ալեքսանյանի այն հայտարարություններին, թե Ուժեղ Հայաստան դաշինքը ընտրակաշառք է բաժանել։ Ընտրակաշառք եք բաժանել։ Խնդրում եմ ձեր խոսքերի մեջ ուշադիր եղեք։ Ես թիմային մարդ եմ եւ թիմի անդամ եմ, ես եւ իմ թիմը ընտրակաշառք չենք բաժանել։ Նույն հաջողությամբ կարող եմ ասել, դուք մարդասպան եք։ Իհարկե չեմ ասի նման բան, քանի որ փաստեր չունեմ, չգիտեմ։ Եվ եթե իշխանական մուրճն ու այդ ոնց են ասում, մեղն ու չագուճը մեր ձեռքը լիներ, մի հատ էլ զայնագրություն կսարքեինք, ասենք դուք մարդասպան եք։ Դուք ցանկանում եք մենաշնոր ունենալ ամեն ինչի վրա, մենաշնոր քաղաքական դաշտում, պետական համակարգում, որոշումների կայացման մեջ եւ այլն։ Ամենավտանգավոր մենաշնորը, որին ձգտում եք, բառիս բուն իմաստով իշխանության մենաշնորն է։ Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։ Մենք այստեղ ենք նաև դուք իրականում, որպեսզի հարցնեք, պահանջեք պատասխանատվություն, չգիտեմ, բացահայտենք սխալները եւ այլն։ Բայց մենք այսօր շատ հաճախ լսում ենք, որ մանկապարտեզ եք կառուցել, ճանապարհ եք կառուցել, դպրոց եք կառուցել, բայց հարգելի գործընկերներ, այդ ամեն ազգային ժողովի չի անում, այդ ամենը պարտավոր է անել կառավարությունը իր համապատասխան գործիքներով, իսկ այդ ֆինանսական միջոցները չեք հավատա, բայց ձևավորվում է քաղաքացիների հարգերից։ Նա ցավով նշել է, որ այս իշխանությունը տարիներ շարունակ քայլ առ քայլ կառուցել է մի համակարգ, որտեղ ամեն ինչ պետք է ենթարկվի մեկ քաղաքական կամքի կամ մեկ մարդու։ Ձեր մոտեցումը կոմունիստական էլ չի, շարիկովություն է։ Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկման ժամանակ դիմելով ԿՊԱ-ական Վահագն Ալեքսանյանին ասել է Հայաստան խմբակցության քարտուղար Արտուր Խաչատրյանը, անդրադառնալով այն հարցին, որ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգ Նազմանուկյանը կալանավորված է եւ տեսակցության հնարավորություն չունի իր երեխաների հետ։ Տիկին Արեգ Նազմանուկյանը եւ իր երեխան իրար հետ շփվելու իրավունքից զրկված է։
Երեխան 14 տարեկան է, այսինքն երկու չափահաս մարդկանցից զրկեք դեռ կարող ասեք, որ աչքով, ունքով, սենց մի կերպ գաղտնի տեղեկություններ կփոխանցեն։ Բայց դեռ 14 տարեկան երեխու մասին է խոսքը։ Այդ հարցին չանդրադարձակ, անցակ Արեգնազ Մանուկյանը խախտեցիք անմեղության կանխավարկածը, ինչուն ասես կախեցիք վրան։ Հասկացա, մեղադրանքը կա, բայց դա չի նշանակում ինքը, որտեվ պարոն Կարապետ Ռուբինյանի վրա էլ մեղադրանք կար, բայց դա հանվեց։ Այսինքն դուք չանդրադարձաք նրան, որ խափանման միջոց օգտագործվում է որպես տանջանք։ Չանդրադարձաք, որ դուք այդ երեխուն տանջում եք։ Լավ, խափանման միջոցը ոնց կարելի է որպես տանջանք օգտագործել։ Ինչ եք այդ երեխուն տանջում, որ ինքը գա իր մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի։ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակելու հատկանիշներով։ Խաղաղության հետագա ամրապնդման ուղղված հնարավոր քայլերն է Արարատ Միրզոյանը քննարկել Երևան ժամանած ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիել Լայթսթոունի հետ։ Միրզոյանը եւ Լայթսթոունը քննարկել են նաեւ առևտրատնտեսական համագործակցության եւ Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունները։ Այս հանդիպման ընթացքում ներառված է եղել նաեւ TRIP ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Երկուստեք ընդգծվել է նաեւ ծրագրի հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը։ Միայն հուլիսի 22-ից 31-ը ընկած ժամանակահատվածում ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները շրջայց են իրականացրել տարբեր բնակավայրերի շուրջ 3 տասնյակ հավաքատեղիներում։ Համայնքային ոստիկանության բաժինները տեղափոխվել նախկինում դատապարտված եւ հանցավոր հակումներ ունեցող 425 անձ, ինչպես նաեւ հետախուզման մեջ գտնվող անձինք։ Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են մարտական եւ գազային ատրճանակներ, հրացաններ, կռփազենքեր, դանակներ, տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ոստիկանությունը շարունակելու է օպերատիվ կանխարգելիչ միջոցառումները հասարակական կարգն ու հանրային անվտանգությունն ապահովելու նպատակով։ Առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով գիշերը ժամը 2:30-ի սահմաններում ներքին Շենգավիթի հասցեներից մեկում դի է հայտնաբերվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ է, ով Հայաստանում հայտնի Բոնուս սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից էր եւ գլխավոր տնօրենը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ռուսաստանը գիշերը մասսայական հարվածներ է հասցրել Կիևին։ Կիևի մարզում զոհվել է 14, իսկ մայրաքաղաք Կիևում 1 մարդ։ Վիրավորների թիվը նախնական տեղեկություններով 40 է, սակայն Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով թե զոհերի, թե վիրավորների թիվը կարող է աճել։ Սա ողջ հակամարտության ընթացքում թերևս ամենաողբերգական հարձակումն է եղել։ Հարվածի տակ են հայտնվել բնակելի շենքեր, ռազմական կարևոր օբյեկտներ։ Բնակիչները դարձյալ տարհանվել են մետրոյի կայարաններ ու ապաստարաններ։ Լայնածավալ հրդեհներ են բռնկվել Բրովարի քաղաքի եւ Բրովարի շրջանի 3 գյուղերի պահեստային շինություններում։ Ի պատասխան ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Տուլայի մարզի Ուայլդբերիսի պահեստին։ Բռնկված հրդեհի պատճառով 1 մարդ վիրավորվել է։ Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար, հայտարարել է Եվրահանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նրա խոսքով իրենք օգտագործում են ռուսական սառեցված ակտիվների ստացված հասույթը համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ Նա նշել է, որ սառեցված ակտիվներից եւս 1.4 միլիարդ եվրո են հասանելի դարձնելու Ուկրաինայի համար։ Սա նպաստելու է Ռուսաստանի ապօրինի պատերազմի դեմ Ուկրաինայի շարունակական դիմադրությանը, գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ մերժել է Ուկրաինային Patriot հոբ համակարգերի համար լրացուցիչ հրթիռներ տրամադրելու խնդրանքը, հայտնել է Financial Times-ը։ Ըստ պարբերականի աղբյուրների, Թրամփը իր որոշումը բացատրել է ԱՄՆ-ի զինանոցում նշված հրթիռների սահմանափակ պաշարներով։ Նա շեշտել է, որ Իրանի հետ պատերազմի ֆոնին այդ հրթիռները խիստ անհրաժեշտ են Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտների, Պարսից ծոցի երկրներում դաշնակիցների ռազմաբազաների պաշտպանությունն ապահովելու համար։ Մենք շատ լավ առաջ ենք գնում Իրանի հետ բանակցային գործընթացում, արդյունքների մասին կիմանանք 48 ժամվա ընթացքում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով Հորմուզի նեղուցի բացումը կարող է տեղի ունենալ այս 2 օրերի ընթացքում։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն վերջնական համաձայնություն դեռևս չկա։
ԱՄՆ-ն, Իրանը եւ Օմանը մոտ են Հորմուզի նեղուցը վերաբացելու 60-օրյա համաձայնագրի կնքմանը, գրել է Axios գործակալությունը։ Ժամանակավոր պայմանավորվածությունը նախատեսում է մուտք գործող նավերի անցումը իրանական ջրերով, ելքայինը Օմանի ջրերով առանց տարանցիկ վճարների գանձման։ Աղբյուրների տվյալներով քննարկվող գործարքը նախատեսում է 60-օրյա ժամանակավոր պայմանավորվածություն Օմանի եւ Իրանի միջև Հորմուզի վերաբերյալ, այդ ժամանակահատվածում ջրային տարածքով անցնելու համար վճարներ եւ այլ տուրքեր չեն գանձվում, 30 օրվա ընթացքում կողմերը պարտավորվում են նեղուցի բաժանարար գոտին ականազերծել։ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում արագորեն տարածվող Գան անտառային հրդեհի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն։ Կրակը արդեն ոչնչացրել է շուրջ 2600 հեկտար տարածք։ Վտանգավոր գոտում հայտնված մի շարք բնակավայրերի բնակիչներ տարհանվել են։ Հարևան գոտիների բնակչությանը նախազգուշացվել է պատրաստի ներտարհանման։ Տեղացիների եւ ընտանի կենդանիների համար բացվել են հատուկ ապաստարաններ։ Չնայած գործադրվող ջանքերին, ծայրահեղ շոկի, չոր բուսականության եւ բարդ ռելիեֆի պատճառով հրդեհը դեռևս ամբողջությամբ վերահսկողությունից դուրս է։ Նախնական տվյալով զոհեր, վիրավորներ կամ ավերված շինություններ չկան։ Հունաստանի արևմտյան Ատիկա շրջանում պայքար է մղվում խոշոր անտառային հրդեհների դեմ, որոնք ոչնչացրել են մի շարք տներ, բնակիչները տարհանվել են։ Ըստ տեղական լրատվամիջոցների Հունաստանում արդեն այրվել է ավելի քան 12600 հեկտար հողատարածք։